Սա համազգային միջոցներով իրականացվող եւ համազգային նշանակության նախաձեռնություն է եւ անհրաժեշտ է բոլոր փուլերում ներգրավվածները այդ գիտակցումով մոտենան խնդրին։ Նախագահի դիտարկմանը պատասխանատուների զեկույցներն են հետևել Վարդենից Մարտակերտ 113 կիլոմետրանոց ճանապարհը պայմանականորեն մի քանի հատվածի է բաժանվել։ Մի քանի մասնագիտացված կազմակերպություններ նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացրել։ Սա 4-րդ կարգի ճանապարհ է լինելու, լայնությունը 10 մետր, երթևեկելի մասը 6-ից 7, կողմնակները 0.5-ից 1.5 մետր, թեքությունը փոքր բացառություններով ստանդարտներին համապատասխան։ Սա ողջ ճանապարհի համար։ Պատասխանատուներից յուրաքանչյուրը իր հատվածի առանձնահատկություններն է ներկայացրել։ Մի դեպքում խիստ ձմեռն են հաշվի առնելու, հաջորդ հատվածում քարաթափությունից եւ ողողումներից պաշտպանվելը, երրորդ հատվածում ոլորանների մեղմացումը եւ դրանց թվի կրճատումը։ Առկա դժվարությունները չպետք է ազդեն աշխատանքների որակի վրա։ Պատվիրատուն այդ դեպքում մեկ ճանապարհ է տեսնում։ Եթե խնդիր առաջացվի շինարարի պատճառով պայմանագրերը խզվելու են։ Առայժմ արցախյան եւ հայաստանյան 6 շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրեր են ստորագրվել հողային աշխատանքների իրականացման մասին։ Ընդհանուր արժեքը մոտ 10 միլիոն ամերիկյան դոլար։ Որակի հարցում նաեւ շինարարները պետք է շահագրգռված լինեն։ Արցախում առաջին անգամ շահագործման հանձնելուց հետո 5 տարվա վերահսկողության մեխանիզմն է գործելու։ Այսինքն 5 տարի անընդմեջ երաշխիքը գործելու է ճանապարհի վրա։ Այսքանի հետ նաև բազմաստիճան վերահսկողության մեխանիզմն է գործելու։ Հավաստիացման հեղինակը Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալն է։ Ամբողջ շինարարական աշխատանքների ընթացքում լինելու է հեղինակային հսկողություն, յուրաքանչյուր նախագծային ինստիտուտ հսկելու է հսկողությունը իրականացնելու է իր նախագծած հատվածը եւ միևնույն ժամանակ լինելու են հսկողություն տեխնիկական եւ լինելու է հսկողություն աշխատանքային խումբ մեր Հայաստան հիմնադրամի եւ կառավարության քաղաքաշինության նախարարության կողմից։ Շինարարական կազմակերպությունները այսօր նախապատրաստական աշխատանքների փուլում են։ Հողային ակտիվ աշխատանքները կսկսեն մարտի սկզբին։ Բակո Սահակյանը հանձնարարեց հենց այս փուլից կեցության բավարար պայմաններ ապահովել ճանապարհի շինարարությունում ընդգրկված անձնակազմի համար։ Նախագահը շինարարական աշխատանքներում որակի նոր մակարդակ է ակնկալում։ Նախագծում կներառվեն նաև մեքենաները կայանելու, ընթացիկ խափանումները վերացնելու համար նախատեսված կետեր։ Իսկ ինքը ճանապարհը պետք է պատրաստ լինի ծանր բեռնատարների ակտիվ երթևեկին, հաշվի առնելով այս ուղղության տնտեսական նշանակությունը։ Այս ենթատեքստն ունի նաև կառավարության ղեկավարի դիտարկումը։ Ըստ ժամանակացույցի մենք պարտավոր ենք առաջ գնալ, որ ուշացումներ չլինեն եւ այդտեղ մենք նաեւ խնդիրներ ունենք, ինքը երթևեկելի ճանապարհ է եւ աշխատանքները չպետք է խոչընդոտեն մեր բնական կյանքին։ Արտադրական ենթակառուցվածքների նախարարը եւս դատարկաձեռն չէր եկել։ Վարդենից Մարտակերտ ճանապարհի կառուցմանը զուգահեռ այս ուղղությամբ եւս 2 կարևոր ծրագիր կիրականացվի՝ ինտերնետ կապի նոր մալուխ է անցկացվելու եւ էլեկտրաէներգիայի մատակարարման երկրորդ գիծը շատ տեղերում ճանապարհին զուգահեռ։ Այս ծրագրերի մեկնարկը մոտ ապագայում կլինի, իսկ ահա հիմնադրամի պատասխանատուները արդեն ճանապարհը շահագործման հանձնելու մոտավոր ժամկետներն են նշում։ Ճանապարհաշինության համար նախատեսված է 16 ամիս ժամանակացույցով, սակայն եղանակը կարող է որոշ չափով խանգարել 16 ամսում աշխատանքները ավարտելուն։ Հողային աշխատանքները արդեն սկսված են այն հատվածներում, որտեղ եղանակը թույլ է տալի, եւ հույսով եմ, որ մինչեւ մյուս տարվա վերջ մենք կարողանանք արձանագրել ամբողջ հնարապարատվածի շինարարության ավարտը։ Անհրաժեշտ գումարները դեռ հավաքագրվում են։ Չի բացառվում, որ հաջորդ մարաթոնը եւս նվիրվի այս ծրագրի իրագործմանը։ Նորայր Հովսեփյան, Մեհեր Մկրտչյան, օր։